Պարոն նախագահ Ռուբենը Վարդանը եւ Նուբար շատ շնորհակալություն ինձ այստեղ հրավիրելու համար ես այստեղ եկել եմ գիտեք ինձ այմ առաջի այցելությունն է Հայաստան Եվ ես շատ ուրախ եմ այսօր այստեղ լինել եւ տեսնել այս հոյակապ միջոցառումը Իմ ներգրավվածությունը ինչու ես ներգրավվածեցի Գիտեք ինչ ես մեծացել եմ մի ժամանակահատվածում Միացյալ Նահանգներում երբ որ ինչ-որ վայրի վրա 60-ական 70-ական թվականներին լուրջ զարգացումներ են տեղի ունենում քաղաքացիական իրավունքների շարժման կանանց իրավունքների շարժման Վիետնամի շարժման առումով եթե դուք ին տարիքի մարդ եք դուք պատասխանատվություն եք կրում ներգրաված լինելու դուք պարզապես շուտ չես գալի ու հեռանում ես այդ վայրից Ես գտա որ գիտեք ինչ փառքը շատ հետաքրքիր տարին ունի գիտեք ինչ բազմաթիվ տեսախցիկներ քեզ հետևում են քեզ նկարում են եւ որոշակի առումով դա խեղդող է բայց ես գտա որ Երբ որ ես սկսեցի կարդալ New York Times-ում Nixon-ի հոդվածը Դարֆուրի վերաբերյալ, այնպեսի տպավորություն ստեղծեց, ասեց, որ շատ մարդիկ կան, որ ցեղասպանության շատ ուժողներ ընդհանրապես ոչ մի հնարավորության, ոչ մի օգնության հնարավորություն չկան, այնպես որ ես որոշեցի, որպեսզի այդ տեսախցիկները ինձ հետևեն, որպեսզի կարողանան ընդլայնել մարդկանց պատմությունը, ՀԿ-ների եւ լրագրողների աշխատանքը, որոնք շատ վտանգավոր եւ կարեւոր աշխատանք են տանում այս հարցը լուսաբանելու համար, որովհետեւ շատ բարդ գիտեք ինչ, ինչքան է խորանում այս թեմայի մեջ, դա նշանակում է, որ շատ ժամանակ պետք է դրնես, օրինակ ես վկայություն եմ տվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, ասել ցեղասպանություն բառի հետ կապված, որը շատ հետաքրքիր է, երբ որ խոսում եք դրա մասին անվտանգության խորհրդում, ակնհայտ կետել է, որ դուք օգտագործում ես փաստացի բառը genocide, ցեղասպանություն, դա ստիպում է, որպեսզի ՄԱԿ-ը գործի համաձայն օրենքի։ Գիտեք ինչ, օգտագործում են այդ բառը, երբեմն օգտագործում են Դարֆուրի հետ կապված զանգվածային սպանդ բառը։ Մենք տեսնում ենք նաև այս իրավիճակը հայոց ցեղասպանության հետ կապված։ Երկար եւ դժվարին պայքար է եղել, որպեսզի կոչել այն, ինչ որ իրականում կա։ Դա տեղի է ունենում, բայց դա ավելի երկար ժամանակ է պահանջում, քանի դա պետք է պահանջել։ Ես հասկանում եմ, թե ինչու է այս ամենը շատ բարդ, որովհետեւ մենք ենք ապրում բարդ աշխարհում, բայց կարծում եմ, որ ամենակարևոր գործոնը, որին մենք անընդհատ անդրադառնում ենք, չես կարող հերքել այն, ինչ կատարվել է։ Դուք չես կարող վերադարձնել, երբ որ ինչ-որ մեկը փորձում է վերացնել մի ամբողջ մարդկային ցեղի, մարդկանց մշակույթի, դուք չես կարող դա վերադարձնել։ Եվ դա ցեղասպանություն է։ Դրա մեկ այլ տարբերակություն չկա։ Մենք շարունակում ենք ասել նորից ու նորից Գերմանիայից հետո լսում ենք never again։ Դա նորից չպետք է կատարվի։ Դրանից հետո Կամբոջան, դրանից հետո Բոսնիա, դրանից հետո Ռուանդա, դրանից հետո Դարֆուր։ Եվ ճշմարտությունն այն է, որ նորից չպետք է կատարվի, նորից կատարվում է։ Եվ մենք ասում ենք, եթե մենք իմանանք, եթե նրա մասին մի բան իմանանք, ինչ որ մի բան կանենք, բայց մենք գիտենք դրա մասին, մենք դա տեսնում ենք։ So I feel as if Yes, կարծում եմ որ the function of what we're doing this weekend, I think Այն ինչ որ մենք այսօր անում ենք երկու իմաստ ունի։ Առաջինը հետ նայենք եւ չմոռանանք եւ հիշենք, որ սա not just the history here in Armenia, Հայաստանի պատմության մի մասն է, բայց սա նաև աշխարհի պատմության մի մասն է։ This is a world, this isn't one country's. Աշխարհը սա ընդհանրապես մի երկրի կամ մի ազգի ցավը չէ, եւ դրա երկրորդ կողմը այն է, որ մենք պետք է դեպի առաջ նայենք եւ Վարդանի, Ռուբենի, Նուբարի արածի գեղեցկությունը այն է, որ նրանք փորձում են նայել այս հոյակապ համարձակությանը, մարդկանց հերոսությանը, որոնք գնում են դժվար տեղեր, ռիսկ են ենթարկում իրենց կյանքը, որպեսզի ուրիշ մարդկանց կյանքը ավելի լավ դարձնեն։ Գիտեք ինչ, զուտային փաստը, որ դու ունես որոշակի հաջողություն քո կյանքում, չի նշանակում, որ դու պետք է պահես քեզ, դա քեզ է պատկանում, դու պիտի տարածես, դու պետք է բաժանես ուրիշին։ Իմ բախտը բերել է, ծնվել եմ այն վայրում, որտեղ ծնվել եմ։ Բայց չեմ ծնվել այն վայրում, որտեղ Բոկո Հարամը երիտասարդ կանանց
գողանում տանում են, այնպես որ այդ բախտավորությունը պետք է բաժանվի եւ ես տեսնում եմ այդ գեղեցկությունը, որ մենք անում ենք այսօր վաղը, մենք ընդլայնում ենք այդ գեղեցկությունը, մենք ընդլայնում ենք այդ բախտը, երջանկությունը, բայց մենք լավ հասկանում ենք, որ աշխարհում շատ բան կա, որոնք մեր հաջողության կարիք ունեն, ոչ թե չոր ձեռքի փոքր բաներ տաս, բայց բաժանենք։ Ես շատ հպարտ եմ, որ այստեղ եմ գտնվում, ես շատ հպարտ եմ, որ այս 100 կյանք մրցանակաբաշխության եմ մասնակցում եւ շատ շնորհակալություն ինձ հրավիրելու համար։ George, Եվս մի հարց Հոլիվուդի մասին եւ բարոյականության մասին։ Ցեղասպանությունը բավականին հաճախ թեմա է եղել ֆիլմերում Շինդլերի ցուցակից սկսած մինչեւ Hotel Rwanda եւ կարող եք մտածել նաեւ այլ նյութերի մասին։ Արդյոք դուք մտահոգված եք, որ կինոլսարանը, հեռուստալսարանը սկսում են ավելի քիչ զգայուն լինել բռնության հանդեպ, այսինքն այն ձևով, որ նրանք ավելի քիչ արձագանք են։ Եթե այդպես է, ապա ինչ պետք է անել այդ առումով։ Քանի որ ֆիլմերը եւ հեռուստացությունը արձագանքում են որոշակի ժամանակի վրա։ Ես կարող եմ փաստարկել եւ ես շնորհակալություն հարցի համար։ Ես կարող եմ փաստարկել, որ 24 ժամյա նորությունների ցիկլը, որ այսօր կա, կարող է մի ապազգայուն, այլ բառ չեմ կարող լեվլով, ապազգայուն լսարան է ձևավորում, որովհետև դա դառնում է պարզապես թվերի խնդիր, երբ որ լսում ես 6 միլիոն փախստական, պարզապես թիվ է դա, ինչն է կարևոր և ինչն է շատ արդյունավետ որ նորությունները կարող են, երբ որ մի փոքր տղայի պատկեր են ներկայացնում, որը մահացել է և նրան ափ է գցել ալիքներով, դրան ժամանակ են գտնում, կենտրոնացնում եք, դա մենակ առանցքային հարց է դառնով, Սան Բերնարդինոյում ինչ է տեսնով, հետո հասկանում է, որ ՄԱԿ-ը բավական աշխատանք չի կատարել փախստականների հարցով, դա ահավոր է, ինչպես ենք մենք արձագանքում չքնաժամին փախստականների հետ, ես հավատում եմ, որ մենք մարդասիրության մեր տեսլականը կորցնում ենք, երբ որ հսկայական թվերով ինչ-որ պատմություններ եք տեսնում։ Երեք օր առաջ ասացին 500 մարդ է մահացել նավի խորտակմանալով, դրանց հետո ալիքը փոխում ես, ասում ես մյուս նորություններին։ Մենք պետք է այս ամենը հասկանենք, կարծում եմ, որ ֆիլմի արտադրության մի մասը զուտ 6 միլիոն հրեաների մասին չպետք է խոսեն, որոնք սպանդի են ենթարկվել։ Մենք պետք է խոսենք մի մարդու մասին, որը փորձել է մի քանի մարդու կյանք փրկել։ Դա գաղտնիքն է։ Դուք ծանոթ նորություններից ծանոթներ պետք է խոսել ոչ թե մեծ թվերի մասին, այլ կոնկրետ դեպքի մասին է պետք խոսել, ինչ-որ մի մարդու պատմության մասին, երբ որ նայում եք դուք նրանց աչքերի մեջ, իրավիճակը ամբողջովին փոխում են։ Ես գտնում եմ, որ այդ առումով մեկ քիչ այլ աշխատանք պետք է անենք, Հոլիվուդը պետք է ներ։ Գիտեք ինչ, իմ հայրը նորությունների մարդ է եղել, ես ամենայն հարգանք եմ տածում հեռուստան նորությունների հանդեպ, գիտեք ինչ, բայց ես գտնում եմ, որ երբ որ հենց հիմա հեռուստացությունը միացնեք Միացյալ Նահանգներում ոչ մի ժամանակ չի տրամադրում սիրիացի փախստականներով, ոչ մի ժամանակ չի տրամադրվում Բոկո Հարամի մասին, երբեմն նրանք խոսում են իսլամական պետության մասին, որովհետև դրանց պատմությունը հայտնի է դարձնում, բայց իրականությունը հետևյալն է, միացնում եք CNN-ը եւ տեսնում եք դատարկ ինչ-որ ամբիով, սպասում ենք, որ Դոնալդ Թրամփը խոսա։ Ինչու չեն կարող այդ ժամանակահատվածը, որ սպասում ենք Դոնալդ Թրամփին, որպեսզի կենտրոնանանք այն ընտանիքի վրա, որը պայքարում է, որպեսզի Հալեպոյից կարողանա դուրս բռնել։ Սրանք պարզապես մարդիկ չեն, որոնք հեռանում են, որովհետև նրանք վատտեղում են բռնում, նրանք հեռանում են, որտեղ նրանք մահանում են, որովհետև նրանք ռիսկի են ենթարկում իրենց կյանքը։ Այնպես որ ես հուսով եմ, որ մենք որպես կինո եւ հեռուստաարտադրության հարություն, մենք որպես ընդհանրապես հանրություն, մենք որպես նորությունների մարդիկ կկենտրոնանանք նաեւ ավելի շատ, ավելի գլոբալ հարցերի վրա։
քանց թե ընտրությունները։ Thank you, George. If you ever get sick Շնորհակալություն, of being George, a movie actor, եթե we'll hire you at the Washington Post to come be a journalist. եթե դադարեք կինո դերասան լինելուց, եկեք Washington Post, ձեզ լրագրող կընդունեմ ձեզ։